բայց կարծում եմ Մերի մենք իհարկե մտերիմ ենք եւ իրար լավ ենք ճանաչում ու որոշակի դժվարություն կա այսպես հրապարակային հարցազրույց ունենալ քեզ բայց կարծում եմ միևնույն ժամանակ հետաքրքիր անակնկալներով զրույց կարող է դառնալ ինձ թվում է փորձենք ինձ թվում է քեզ լավ եմ ճանաչում բայց հնարավոր է առաջիկա րոպեները հակառակը մարսեն մտածում ես որ մենք այդ ամեն ինչը բացահայտելու ենք բոլորի համար դե կփորձեմ ամեն դեպքում գնացինք եւ մեր զրույցը սկսենք քո ծննդից ինչպիսի օր էր Դավթյանների ընտանիքում բնականաբար ես չգիտեմ ինչպիսի օր է պատմելով իհարկե երևի տոն օր էր երևի մեծ ուրախություն էր որովհետեւ ընտանիքում արդեն տղա ունեին եւ աղջիկա ծնունդը մեծ ուրախություն էր իհարկե մայրս պատմում էր որ այդ ժամանակ հայրս գործողման էր եւ ստիպված այդ ժամանակ Մարտակերտում էին ապրում բարեկամների ու հարևանների այսպես օգնությամբ հասավ Ստեփանակերտ որպեսզի ես ծնվեմ Իդեպ դու գրեթե բոլոր շրջկենտրոններում ապրել ես դպրոցը։ Այդ առումով մենք միշտ հումորային ասում ենք, որ ես Ղարաբաղի մասշտաբով աշխարհաքաղաքացի եմ։ Եվ մանկության ինչ հիշողություններ ունես, որ մինչ օրս մեծ երանությամբ, ջերմությամբ ես հիշում։ Մանկությունս շատ լավն էր իսկապես, շատ հարուստ, շատ գեղեցիկ, շատ գունեղ Այն հադրութում է անցել, մենք 6 ամիս հետո, ես 6 ամսական էի, որ Մարտակերտից տեղափոխվեցինք հադրութ և հադրութն է իմ մանկության, այսպես ասած, բնորանը և իմ աշխարհայացքը հենց հադրութում է ձևավորվել։ Այն ժամանակ էլ նաև հադրութը այսպես լրիվ ուրիշ քաղաքակրթական վերելքում էր և ես համարում էի, որ աշխարհի կենտրոնն է հադրութը, իսկապես շատ մի ուրիշ ցիվիլիզացիա էր, դպրոցը շատ լավն էր Ղարաբաղի մակարդակով ճանաչելի, հետո դպրոցից բացի նաև ժամանցային հնարավորություններն ու վայրերն էին այն տարիներին շատ այսպես հարուստ։ Լավ հիշում եմ հադրութի ամառային կինոթատրոնը դա այսպես մեզ թվում էր մի բարձրաշխարհիկ ինչ-որ վայր էր, երբ երեկոները հադրութիները գնում էին ամառային կինոթատրոնում կինո դիտելու, դա այսպես բարդիների ֆոնին շատ հրաշագեղ մի այգի էր, չէ, իսկապես շատ լավ մանկություն էր ու շատ հագեցած լավ իմաստով հիշողություններով հարուստ։ Իսկ ինչ երազանքներ ունեիր, որ անկատար են մնացել։ Այդպես ընդգծված երազանքներ չունեի անկատար մնացած, իմ երազանքը իրականացել է, բայց մանկության մի այսպես տրավմա կա, որը մինչև հիմա եւ կարծում եմ երբևէ չեմ էլ մոռանա, Խորհրդային Միության տարիներին ընդունված էր արտեկ ճամփար ուղարկելը եւ լավ սովորողներին այդպես դպրոցից առանձնացնում էին ու այդ պրեստիժային լագերն էին ուղարկում, այսպես ասած, եւ ինձ առաջարկվել էր դասղեկի կողմից, բայց շարժումը արդեն սկսած տարիներն էին առաջին 89 արդեն թիվներ եւ մեկ-մեկ հադրութի գյուղերի վրա ինչ-որ հարձակումներ նույնիսկ արդեն սկսած էին եւ մայրս չհամարձակվեց քան հեռու տեղ ուղարկել, հա, բայց ես հիշում եմ ինչ մեծ ողբերգություն էի ապրել այդ չմեկնելու համար ու դա մնացել է հիշողությանս մեջ, այդպես էլ երազանք, ես ասում եմ միևնույն է, հիմա Ուկրաինայից տեղափոխվել է Ռուսաստան, չգիտեմ ինչպես կստացվի, հա, բայց ես արտեկում որ տարիքում էլ լինեմ, պետք է մի անգամ գնամ։ Իսկ մերի հեռուստատեսություն եկար պատահական, թե երազում էիր կապույտ էկրանի մասին։ Չէ, երևի պատահական չէր, եթե այսպես մտածելու լինեմ, ընդհանրապես մտածում եմ կյանքում ոչ մի բան պատահական չի լինում, բայց
երազանք էր, այո, որովհետև մանկուց ես հիշում եմ ինձ անընդհատ հայելու առաջ կանգնած, ինչ որ հաղորդավարների նմանակելիս, ինչ որ ծրագրեր կարդալիս, այդ կար, հա, բայց որ այ հարցնում էիր անկատար մնացած երազանքների շարքից էր նաև այն, որ ես մտածում էի, որ միջազգային հարաբերությունների ինչ որ գծով պետք է ուսում առնեմ եւ այն ժամանակ էլ հադրութում շատ տարածված էր։ Բոլորը գնում էին ՄԳԻՄՈ, MGO Լոմոնոսովի անվան այդ հադրութում շատ պոպուլյար էր եւ ես մտածում էի, որ անպայման այդ ուղղությունը կընտրեմ։ Այդ ժամանակ մեր համալսարանում լրագրություն ֆակուլտետը չկար այդ տարիներին։ Ես լավ հիշում եմ, որ ՄԳԻՄՈ-ն դեռ տապալվեց, լրագրությունն էլ Ղարաբաղում չկար։ Ստիպված, հա, գնացի պատմության բաժինը, բայց հենց ավարտական քննությունից անմիջապես հետո այդ օրը ես գիտեք համալսարանն ու հեռուստատեսությունը իր ինչքան մոտ են, հենց անմիջապես իջա հեռուստատեսություն, ճանաչում էի միայն Համլետ Մարտիրոսյանին, ասեց ուզում եմ գամ այդտեղ աշխատեմ, ասեց աշխատանքի տեղ չկա, ազատ շտաց չունենք։ Այդպես տխուր տրտում իջա տուն։ Մտածում էի, որ արդեն երևի պիտի ինչպես ժամանակ ընդունված էր, տարբեր գյուղեր էին գործողման ուղարկում, 2-3 տարի աշխատելուց հետո արդեն ազատ էր, դու ինքդ որոշես, թե ուր կարող ես գնալ։ Բայց մի ամիս էլ չանցած այդ Համլետ Մարտիրոսյանի հետ մեր զրույցից լսում եմ Արցախի հեռուստատեսություն ինչ որ հայտարարություն է տալիս եւ հա ընտրում են լրագրողների, տարբեր մասնագիտությունների մասնագետների հայտարարություններ, որ ես բնականաբար համիջապես եւ այդ հա վազեցի եւ դու հեռուստատեսությանը 20 տարի ես նվիրել։ Թվում է առանց գծել այդ թիվը, բայց իսկապես մի ամբողջ կյանք։ Դե դա էլ տարիք չէ մարդու։ Միայն հպարտ եմ դրանով։ 20 տարի ես նվիրել հեռուստատեսությանը եւ թվում է առանց այդ աշխարհի չես կարող, բայց փաստորեն կարող եմ, կարծում եք կարողանում եմ։ Ուզում եմ դուք ասեք։ Դե հա, այդ 20-ն էլ որ ընդգծեցի մի ամբողջ մարդու կյանք է, այո։ Հեռուստատեսությունը, գիտեք, վարակ է, դրանով վարակող այլևս չի բուժվում եւ սա իմ խոսքերը չեն, կա այդպիսի կարծիք ու մտայնություն եւ դա միանգամայն կիսում եմ, ճիշտ է, իսկապես հեռուստատեսություն մտնողը ինչքան էլ դրսում հետագա իրագործունեություն ծավալի, նույնն է ինքը կապված է լինում հեռուստատեսության հետ։ Ինչքան էլ ես հեռուստատեսության պատերից դուրս եմ, բայց միշտ հետն եմ, գոնե այն իմաստով, որ անընդհատ 4-ից մինչև 12-ը մեր տան ալիքը նայեմ, չնայեմ միացրած է այդ ալիքը եւ ասես ինձ հա կտրվել ես չեմ այո, չեմ համարում, որ մեր հեռուստատեսությունից կտրված եմ ու ինձ կարևոր է, որ ես հետևեմ լինեմ հեռուստատեսության հետ։ Իսկ անմիջապես մասնակցությունն էլ իմ մխիթարանքները ունեմ, այսպես ասած, որ օգտագործում եմ եւ այդպես կարողանում եմ առանց հեռուստատեսության ապրել։ Եվ որպես հեռուստատեսության խոհանոցին քաջատեղյակ մարդ, ինչ ես նկատում, այսպես ասած, կողքից։ Հիմա շատ բան չի փոխվել եւ դա բնականաբար նաեւ հասկանալի է ընդհանուր իրավիճակով պայմանավորված։ Շատ լավ է, որ նոր դեմքեր, նոր մարդիկ կան, բայց վատ է, որ հին գաղափարների մեջ են նրանք դարձյալ։ Ընդհանուր կենսառիթմը չի փոխվում հեռուստատեսության, ու դա, գիտեք, կարելի է բացատրել ինչու է այդպես, բայց չեմ կարծում, որ այս հաղորդումը պիտի նվիրենք մեր մասնագիտական, այսպես ասած, խոհանոցի վերհանմանը։ Ընդհանուր առմամբ, հա, ես գտնում եմ, որ սերնդափոխություն պետք է տեղի ունենա հեռուստատեսությունում։ Ոչ միայն զուտ ժուրնալիստական ճակատում, այլ ընդհանուր տեխնիկական, վարչական, ինչու՞ չէ, մեծ սերնդափոխություն պիտի տեղի ունենա, որպեսզի էկրանին այդ ամեն ինչը արտացոլվի։ Իսկ ինչու չհաջողվեց քեզ ստեղծել քո պատկերացրած հեռուստատեսությունը։ Փաստորեն այդպեսի տպավորություն կա, որ չի հաջողվել։ Դե եթե այդպես է, կամ ինչը խանգարեց, ինչը խանգարեց։ Չէ, նաև չհաջողվեց այն իմաստով, որ եթե մի բառով ասելու լինեմ ժամանակը,
մեր գործում, գիտեք, բացի տեխնիկական, այսպես ասած, լուրջ ներդրումներից, նաև ստեղծագործական մեծ աշխատանք է պետք տանել, որպեսզի արդյունք ունենաս, մասնագետ ունենաս։ Իսկ դա ամիսների գործ չի, ոչ էլ նույնիսկ 1-2 տարվա լավ ժուրնալիստ ստանալու համար ժամանակ է պետք։ Ես մասամբ եմ կիսում, որ ինձ չի հաջողվել, բայց նաև այո, համաձայն եմ, որ այն ինչ պատկերացնում եմ հեռուստատեսություն ասվածի տակ, իհարկե չի հաջողվել։ Եվ այդ իմաստով ես իմ անձնական փորձից էլ կարող եմ ասել, որ մեդիատան շրջանակներում վատ կոնտենտ չեք ստեղծել եւ բոլոր կադրերը հիմա հեռուստատեսության կարծում եմ ոչ վատ ամենայն դեպս առաջատար կադրերից են եւ այդ իմաստով ամեն ինչ հիմնված է հենց նրանց վրա։ Եթե կարողացար ստանալ այդ թիմը, իհարկե հաջող կոնտենտ էլ կունենաս, չէ, բնականաբար ստացվեց այնքանով ինչքանով ստացվեց։ Իսկ ինչը կստիպի նորից վերադառնալ հեռուստատեսություն, թե այդ էջն արդեն փակված է ձեզ համար։ Երևի այդպես միանշանակ կամ անվերապահ չի կարելի ասել, որ փակված է, մենք չգիտենք ինչ շրջադարձներ կարող են լինել եւ ընդհանրապես մարդ չի կարող տնօրինել իր ապագան։ Այդ իմաստով չէ, ոչինչ չեմ փակում եւ չեմ բացառում։ Իսկ ընդհանրապես հեշտությամբ ես կյանքում փակում այս կամ այն։ Հենց չէ, ամեն ինչից շատ դժվար եմ հետ կանգնում, որովհետեւ երևի շատ նվիրվում եմ, շատ տարվում եմ, այսպես։ Իսկ ինչ տվեց հեռուստատեսությունը քեզ եւ ինչ խլեց քեզանից։ Շատ բան։ Շատ բան տվեց հեռուստատեսությունը եւ պատկերացրու ոչ մի բան չխլեց։ Հաստատ ոչ մի բան չխլեց։ Միայն տվեց։ Նախ ճանաչում բերեց ինձ, ինչը իսկապես չես կարող օրանալ։ Մեր երկիրը ճանաչելու միջև ամենախորքը տարբեր երկրներում լինելու լավ դարձյալ գնահատելի, աշխարհաճանաչողության լավ հնարավորություն տվեց, աշխարհայացք ձևավորեց, շատ բան, իսկապես երկար կարելի է թվարկել, որովհետև հեռուստատեսությունը գիտելիք տվեց ի վերջո։ Այսքան գիտելիքներ ես միայն երևի թե հեռուստատեսությունում կարող էի ձեռք բերել զուտ չունենալով մասնագիտական կրթություն։ Եվ հեռուստատեսության տնօրենի պաշտոնից հետո բավականին ժամանակ չես աշխատել։ Մերժել ես բոլոր առաջարկները, թե այլ պատճառներ կային։ Այնպես չի, որ այնքան առաջարկ կար, որ ընտրության այսպես առիթ պիտի իզդար, չէ, եւ հետո պիտի հաշվի առնել, որ հետ պատերազմյան շրջան էր ու իրավիճակը ինքնին թելադրում էր քայլերը, ես ունեի դիրքավորված ներքաղաքական կեցվածք, այդ ամեն ինչը իհարկե կապ ունի, բարդ ժամանակահատված էր, ես ինքս չէի նախաձեռնողականություն ցուցաբերում ինչ որտեղ աշխատելու, որովհետև հեռուստատեսությունից հետո, գիտես, մեզ համար հանգիստ ասվածը չկա, միշտ դրա կարիքը ունեի, որովհետև ես չեմ էլ հիշում արձակուրդ երբեմ գնացել հեռուստատեսություն կամ գնալու դեպքում երբեմ հանգստացել, շաբաթ-կիրակիների մասին իհարկե խոսք լինել չի կարող, այնպես որ այդ 2 տարին, այո, հանգստի ժամանակ էր պայմանական, որովհետև երկրի իրավիճակով պայմանավորված մենք չենք կարող այսպես հանգիստ նստել։ Ես հասարակական գործունեությամբ զբաղվեցի, ինչի դեպ ասեմ շատ հետաքրքիր ու կարևոր դարձյալ դաշտ է եւ այդտեղ շատ անելիքներ կա։ Մերի քո թույլտվությամբ նաև անձնական հարցերին դառնամ։ Թե թույլ չտամի պիտի անենք։ Ընտանիք ուշ ես կազմել եւ կողքից թվում է թե քեզ համար դա այնքան էլ էական չէ։ Ինչ տեղի ունեցավ, որ այնուամենայնիվ որոշեցիր։ Գանը գիտես էականի հարցը չի եւ դա կարծում եմ այն թեման չի, որ պիտի կանխորոշես կամ իմանաս թե
ինչպես պետք է դասավորես քո կյանքը, չէ, ուղղակի սպասում ես նրան, ով պիտի գա եւ ով գալիս է եւ համոզում ես, որ դա ինքն է։ Այդպես էլ իմ դեպքում ուղղակի նա 2016-ի ապրիլյանից հետո եկավ ապրիլի 7-ին, ասեց мне сильно нравишься. Դե ես էլ այդպես ճիշտ է դպրոցից սկսած նման խոստովանություններ շատ ենք լսում, եթե չասենք մանկապարտեզից, բայց իհարկե հենց երևի թե ում ասած ավելի համոզիչ է լինում, նա էլ դառնում է այն մեկը, ում հետ հիմա կամ իսկ ամուսնու տարիքային տարբերությունը զգացնել տալիս է ձեր փոխհարաբերություններում։ Չէ։ Իսկ եթե ավելի անկեղծ ասելու լինեմ, ինքը ինձանից ավելի հասուն է։ Եվ այդ իմաստով չեմ կարող այդ թեման այսպես առանձնացնել։ Չէ, այլ հարց է, որ ասենք անհասկացողություններ, սերնդի տարբերություն, այո, կարող է իր դերը ունենալ, բայց դա էլ հենց այն ճանաչողության էտապում է, այսպես ասած, հարթվում եւ կարծում եմ սիրո ուժով քիչ թե շատ մեղմվում են նման դժվարությունները։ Գիտեմ, որ անակնկալներ շատ ես սիրում։ Դավիթի կողմից արված ամենախենթ անակնկալը ո՞րն է։ Չեմ կարող այսպես շատ ճակատային հարցեր ես տալիս, որ չգիտեմ նույնիսկ ինչպես մանավանդ որ անձնականին է վերաբերում, մի քիչ իհարկե դժվար է միջև վերջ անկեղծանալ կամ ինչ-որ խոստովանություններ անել, բայց ամենամեծ անակնկալը կարծում եմ հենց ինձ համար իմ կյանքում իր հայտնվելն էր ու շատ այսպես շատ վստահ ու շատ ինքնավստահ հայտնվելն էր, դրա համար տոներ անել սիրում եմ, շատ կարողանում եմ մի մանրուքը վերածել մի մեծ տոնի, ռուսերեն ասած «Человек праздник» այդ իր մասին է եւ ինքը գիտի տոներ անել, անակնկալներ, կանխատեսելի մարդ չի։ Ասում են մարդու երջանկությունը թաքնված է սրտի եւ գիտակցության մեջ։ Եթե բացահայտեցիր շատ լավ, չբացահայտեցիր մեղքը քոնն է։ Համաձայն եք այս խոսքերի հետ։ Մի տեսակ լավ չեմ պատկերացնում ինչի մասին է խոսքը եւ բայց հավանաբար այդ փիլիսոփայության հեղինակը գիտի ինչ է ասում։ Եթե ընդհանուր երջանկության մասին է ենթատեքստը, որտեղ է թաքնված, այսինքն գիտեք այնքան պայմանական բան է երջանկություն ասվածը։ Մեր դեպքում առավել եւս։ Այսինքն եթե ուզում ես երջանիկ լինես, եղիր։ Ես այսպես եմ մեկնաբանում։ Եվ դու ճիշտ ես։ Մերի, հիմա աշխատում ես Գանձասարի մատենադարանում, սա այն առաջարկներ, որին դու սպասում էիր։ Ընդհակառակը չէի սպասում, ամեն ինչ կարող էի սպասել, միայն ոչ սա, բայց ինչպես ասում են, նախախնամությունն իր պլաններն ունի մեր նկատմամբ եւ պիտի ասեմ, որ միանգամից ընդունեցի ու շատ ոգևորվեցի, ինչպես ասում են, վերադարձային բուն մասնագիտությանը, եթե ավելի ուղիղ ասելու լինեմ։ Եվ այս պատմական ժամանակահատվածում կարծում եմ շատ տեղին է մի վերադարձ կատարել մեր պատմությանը, հասկանալու համար ինչու ամեն ինչ այնպես է դասավորվում, ինչպես դասավորվում է հիմա։ Եվ չես կարծում, որ այս աշխատանքը, որ հիմա դու անում ես, ոչ այնքան ռիթմիկ է քո երբեմնի ակտիվ հեռուստալրագրողի համար։ Գուցե եւ, բայց չեմ կարծում, որ կարևորը ռիթմի մեջ մնալն է, չնայած դինամիկան կյանքի միշտ լավ բան է, բայց եթե այս շրջափակումը չլիներ, այս դաժան պայմանները չլինեին, հավատա որ մատենադարանում աշխատանքն էլ շատ հետաքրքիր ու շատ
ինքնադրսևորվելու տեղ տալիս է, այստեղ ի վերջո մեր ինքնության մասին է զրույցը այստեղ գնում եւ դա պետք է պարտավոր ենք մեր հասարակության ներսում մեր սերունդների հետ այդ աշխատանքը տանել, այդ առումով ահռելի գործ կա անելու եւ հուսամ առաջիկայում մենք կկարողանանք մեր նախանշած ծրագրերը իրականացնել։ Կան մարդիկ, որ հայտնվելով քո կյանքում փոխել են կարիերայի ուղին։ Չէ, երևի ավելի շուտ չեմ կարող ասել, որ կոնկրետ մարդիկ ինչ որ կարիերայի ուղի են փոխել, չէ։ Ես երևի թե բնականոն սանդղակով եմ բարձրացել, բայց որ կան մարդիկ շատ մեծ ազդեցություն են ունեցել իմ հաջողություններում անշուշտ եւ նրանք քիչ չեն։ Իսկ կյանքում բոլոր հնարավորություններն ես օգտագործել, թե ունես նաև բաց թողնված հնարավորություններ, որոնց համար ափսոսում ես։ Դեռ չեմ մտածել դրա մասին, երևի թե այնքան հագեցած մասնագիտական ճանապարհ եմ անցել, որ ինձ թվացել է, որ բոլոր հնարավորություններն եմ օգտագործում ու բոլոր շանսերը համենայն դեպս գործի բերումով կիրառվել է։ Չնայած, հա, երևի ավելին անելու հնարավորությունը, այո, բաց եմ թողել։ Միշտ ավելի հեշտ է հետին թվով, չէ, խոսել, մտածել, վերլուծել, որ այսպես կանեի։ Բայց հնարավորությունների տեսանկյունից ինձ թվում է, չէ, բոլոր հնարավորություններն էլ օգտագործել եմ։ Մարդու արժանապատվությունը, Վեր ամեն ինչից։ գեղեցկությունը, երևի Դաստոևսկուց լավ չեմ ասի, կփրկի աշխարհը։ իմ հաջողությունները, իմ տեխնաջան տառապալից աշխատանքի հետևանք կարող է լինել։ իմ բաց թողումները, Դարձյալ պատճառն ու մեղավորը ես եմ։ աղքատ է նա, ով Ոչինչից ուրախանալ կամ ոգևորվել չի կարողանում։ հպարտ են, որ Հպարտ եմ, որ հպարտ չեմ։ աշխարհը կփրկի, Ողջախոհությունը։ իմ թուլությունը, Շատ թուլություններ ունեմ եւ երևի չառանձնացնեմ, բայց թուլություններ շատ ունեմ։ թե հնար լիներ, Արցախի տարածքային ամբողջականությունը կվերականգնեի։ իմ նպատակը, Ազատ անկախ Արցախը վերջապես իր սահմանադրական սահմաններով ու իրավունքներով վերականգնվի։ որն ես համարում քո ամենամեծ ձեռքբերումը, Երևի դեռ առջևում է։ իսկ ում ես պարտական քո բոլոր հաջողությունների համար։ Այ դրան կարող եմ շատ այսպես ուղիղ ասել ծնողներիս։ Իսկապես, որովհետև սա խնդրում եմ շաբլոն զրույց չհամարեք, իրականում այդպես է, ծնողների աջակցությունն ու օրհնությունը շատ կարևոր է երեխաների հետագա կյանքի դրսևորման համար եւ այդ իմաստով այն ինչ հաջողություն, այսպես ասած, եթե համարվի հաջողություն ունեցել եմ, ծնողներիս եմ պարտական, բայց կային իհարկե իմ ճանապարհին մարդիկ, ովքեր գնահատեցին այն ամենը, ինչ անում էի եւ դա շատ կարեւոր է, կարծում եմ յուրաքանչյուր մարդու համար, որ արժանանա գնահատանքի, իսկ այսպես ասած արժեհամակարգային կերպարներ, որ թիկունքումս կային, իսկապես կային եւ ոգևորում էին դեպի հաջողություն, այդ իմաստով բախտավոր եմ, բախտս բերել է։ Իսկ ումից կցանկանայիր ներողություն խնդրել։ Եվ բոլոր նրանցից, ովքեր դրա կարիք ունեն, ճիշտ ասած, այնպես բարդույթ չունեմ ներողություն չխնդրելու։ Հակառակը, ուղղակի ինձ միշտ թվում է, որ դրա տեղիքը իմ վարքագծով, իմ կենսակերպով դրա տեղիքը չեմ տալիս։ Եվ եթե անգամ ինչ-որ մեկին ակամա ցավ եմ պատճառում, կարող եմ կամ պատճառել, կարող եմ առանց որևէ բանի խնդրել ներողություն։ Ինքդ քեզ հետ հաշտ ես սոփում, թե կան ներքին կռիվներ։ Չէ, հիմնականում հաշտ, դիսկոմֆորտի պահեր
հիմնականում չեն լինում։ Եթե նույնիսկ ինքնաքննադատման, ինքնահանդիմանանքի պահեր լինում են, դա ավելի շատ դեպի, այսպես ասած, ինքնակատարելագործման ճանապարհին տանող վարժություններ են։ Ես այդպես եմ հասկանում։ Կոմասին հնչող քննադատությունների ինչպես ես վերաբերվում։ Այդ քննադատողով եւ ինչ միտումներով է այդ քննադատությունը։ Յուրաքանչյուր կոնստրուկտիվ քննադատություն ընդհակառակը ես միշտ կողմնակից եմ հակադարձման, դիսկուսիայի եւ չնայած հասկանում եմ, որ քննադատությունը մի քիչ ավելի բացասական իմաստով է, բայց այդպես այնքան էլ մեծ ուշադրություն չեմ դարձնում։ Քննադատությունը կարևոր երևույթ է մարդու համար եւ հետո չես կարող դու բոլորի համար լավ ու ճիշտ լինել։ Բոլորին այսպես գոհացնելու ձգտումն էլ մարդկային լավ հատկանիշներից չի, որակներից չի։ Դրանից խուսափելը անիմաստ է։ Եվ ասում են այն իրականությունը, որում ապրում ենք, մենք համահեղինակներ ենք։ Այսինքն ամեն մեկս մեր մեղքի բաժին ունենք։ Համամիտ ես։ Միթե։ Չէ։ Ես ու դու օրինակ ինչով ենք մեղավոր այն ամենի մեջ, ինչում հայտնվում ենք։ Համաձայն արարքների կամ եսին։ Այո, յուրաքանչյուրս ունենք թերություններ ու ձախողումներ, բացթողումներ, որոնք այս կամ այն կերպ անդրադառնում են ինչ-որ երևույթների իրադարձությունների վրա, բայց չեմ կարծում, որ եւ հետո գիտեք, երբ այսպես մեղադրանքը տարալուծվում է, կոլեկտիվ պատասխանատվության տակ է դրվում, ինձ թվում է ինչ-որ բան աղավաղվում է եւ իրական պատասխանատուները դուրս են մնում այդ դաշտից։ Չէ, այնուամենայնիվ չեմ գտնում, որ գինը սա էր։ Չէ, ես ու դու մեղավոր չենք ոչինչում։ Գինը սա չէր հաստատ մեր մեղավորության։ Ինչը կստիպի քեզ հեռանալ Արցախից։ Ինչը կարող է ստիպել։ Երբևէ չի ուզենար նման որոշման առաջ կանգնեի։ Երբեք։ Վերջ։ Շնորհակալություն։